Մենք ուտում ենք միայն բրենդ, որի անունն է Nairi Land։ Բորիսովկա ընկերությունը գտնվում է Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում։ Մենք համագործակցում ենք ավելի քան 100-ից ավել գյուղացիական տնտեսությունների հետ։ Մասնագիտացած է եվրոպական տեսակի այնպիսի պանիրների արտադրությամբ, ինչպիսիք են պիցցայի մոցարելա, աղանդների մեջ օգտագործվող թարմ մոցարելա, բուրատա, կամամբեր, սուլուգունի, ինչպես նաև անարատ կաթի սերուցքից ստացված կարագ։ Մեր թարմ ու անարատ տեսականին Սյունյաց աշխարհից ձեր սեղաններին։ Վերանորոգում առանց շինանյութի իհարկե անհնար է։ Հոմշին խանութ սրահում կգտնեք ամեն ինչ վերանորոգման համար։ Ներսի ու դրսի դռներ, պաստառներ, սանիտարական կերամիկա, սալիկներ, լամինատ, ջահեր, հայելիներ, էլեկտրասնուցման եւ ջեռուցման համակարգեր։ Երազանքը նպատակ։ Հոմշին։ Անուշիկս արդեն գալիս է։ Ինչ կցանկանայր որ բերեի։ Ուրեմն տակ, կբերես հյուսիսատլանտյան լոսոս, թայլանդական բրինձ, կաղամ բրոկոլի հունգարական, ֆրանսիական գինի կվերցնես, աճափի բերքից, ու 90 թվից վերև չլինի, ու ալյուր չմոռանաս։ Իսկ ինչ ալյուր, Կանադայի հարավում աճեցրած սորենի ամուր տեսակներից ալյուր։ Ոչ քաղցրս, մարանիկ ալյուր։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մարանիկ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում համի գաղտնիք հաղորդումն է, ձեզ հետ եմ ես Ֆելիքսը։ Այսօր միասին պատրաստելու ենք մեր հետևորդներից մեկի խնդրանքով հավի թևիկներ։ Հավի թևիկներ ենք պատրաստելու բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ սիրում են տանը պատրաստել, նստել ընկերների շրջապատում եւ, չգիտեմ, գարեջուր վայելել կամ, չգիտեմ, ուղղակի հավի թևիկներ։ Այսօր ձեզ ցուցադրեմ եւ կպատմեմ մի բաղադրատոմս, որը որ շատ հեշտ է պատրաստել տանը։ Մեզ հարկավոր է հավի թևիկներ, մեզ հարկավոր է ուղղակի կլասիկ կետչուպ առանց որևիցե համերի, մեզ հարկավոր է Worcester սոուս, որը որ կարող եք տանը փոխարինել ուղղակի քացախով սովորական կամ կարմիր քացախով, անհրաժեշտ է անպայման բարձր որակի կարագ, մենք օգտագործել ենք մեր գործընկեր Բարիսովկա ընկերության կարագը, օգտագործելու ենք կարտոֆիլ որպես հավելյալ ուտեստ մատուցման համար եւ օգտագործելու ենք մեր գործընկեր Բարիսովկա ընկերության բաֆլո տեսակի ֆրեշ մոցարելաները։ Դե ինչ, անցնենք պատրաստմանը, մեզ ամենասկզբում հարկավոր է մարինացնել հենց հավի թևիկները։ Թևիկները մարինացնելու ենք սխտորով եւ իմբիրով, օգտագործելու ենք համեմունքներ Մարանիկ ընկերության, համեղ։ Իմբիրը կոճապղպեղն է, բոլորս երևի տեղյակ ենք, եթե չէ, մյուս անվանման մասին ասեմ։ Իմբիրը ունի շատ օգտակար հատկություններ։ Հենց կեղևով այսպես կտրատում ենք այս չափի մոտավորապես, որտեղ ինքը ուղղակի որպես մարինացում է, այնուհետև օգտագործելու ընթացքում հեռացնելու ենք մարինացման փուլից։ Իմբիրը թևիկներին հաղորդելու է եւ թեթև կծվություն, ունի նաեւ հետաքրքիր հատկություն, որ փափկացնում է հավի միսը եւ ոչ միայն հավի միսը իհարկե։ Իմբիրը ունի շատ տարբեր առավելություններ եւ համեղ եւ օգտակար հատկանիշներ։ Իսկ սխտորը հավի թևիկին իհարկե համ հաղորդելու եւ արտահայտիչ ներկայանալու համար է, որտեղ բոլորս գիտենք, որ հավի թևիկները այդքան էլ չեն տարբերվում իրենց առանձնատուկ համային հատկանիշներով, դրա համար մեզ պետք է համեղացնել նրանց, ինչը մենք հիմա միասին անում ենք։ Շատ կարևոր է հենց մարինացման փուլը համեղ թևիկներ ստանալու համար, շատ են հարցնում մեզ, թե ոնց ենք մարինացնում, թե ոնց ենք պատրաստում պատրաստման եղանակները։ Հիմա մենք կպատրաստենք պապակման եղանակով, բայց կարող եք նաև ջեռուցում որպես պապակ այդպես օգտագործել, սխտորները նույնպես այսպես
տարբեր կտրվածքներով կարող ենք կտրատել, որովհետև նորից մարինացման փուլից հետո հեռացնելու ենք թևիկներից։ Այսպես։ Մեզ հարկավոր է սոխ։ Այս բոլորը միասին հավի թևիկները տեղափոխենք ամսի մեջ։ Այս բոլոր կտրատածանգվածը բիշ, սոխ և սխտոր տեղափոխում ենք թևիկների վրա։ Ձեռքի օգնությամբ այսպես լավ սեղմում ենք, որպեսզի իմբիրի, սոխի և սխտորի հյութային զանգվածը անցնի մեր թևիկներին։ Այսպես սեղմում ենք և անպայման տանը պատրաստելիս մարինացման փուլը, այսինքն այն ինչին մենք անում ենք, վերջնական մարինացումը երբ վերջացնենք, ես ձեզ կասեմ, դրանից հետո մոտավորապես 1 կամ 2 ժամ թողեք թող մնա իր մարինացման այդ ընդհանուր զանգվածի մեջ, որպեսզի հասցնի բոլոր համերը վերցնել միսը իր մեջ։ Օգտագործում ենք Որչեստրից մի փոքր հատված, այսպես։ Իսկ սոուսի պատրաստման ժամանակ մյուս մասը օգտագործելու ենք հենց սոուսի մեջ։ Գործընկեր Մարոնիկ ընկերության օրեգանոն ենք օգտագործում։ Այսպես լավ նորից խառնում ենք։ Մեզ հարկավոր է մեր գործընկեր Մարոնիկի քաղցր և կծու պղպեղներ, որպեսզի ճիշտ բալանս կարողանանք պահպանել մեր թևիկների կծկության և քաղցրության մեջ։ Մեզ պետք չի շատ կծու, ոչ էլ պետք է շատ քաղցր, կծկությունը ամենայն դեպս հավելյալ համ է հաղորդում թևիկներին։ Բուլղարական սոխի այս կանաչ մասերից մանր կտրատենք և մեզ հարկավոր է ձիթապտղից հետ նորից խառնենք այսպես միսը, որպեսզի պղպեղները նույնպես խառնվեն թևիկների հետ։ Այսպես ձեթով հոմեմում ենք, որպեսզի բոլոր համերը ճիշտ բաշխվեն։ Խնդրեմ օպերատորներին ցույց տամ, մոտավորապես այսպիսի տեսք եք ստանալու, խնդրեմ։ Եվ այսպես թողնում եք, որպեսզի միսը հանգստանա, մոտավորապես 1 կամ 2 ժամ, որպեսզի բոլոր համերը կարողանան ճիշտ փոխանցվել մասին։
Իսկ ինչ մեր միսը կմարինացվի, մենք անցնենք մեր բաֆլո սոուսի պատրաստմանը եւ կարտոֆիլների կտրատմանը։ Կարտոֆիլները այսպես մի քանի տեղից կտրվածք ենք անում։ Մաքսիմալ խորը, բայց այնպես որպեսզի հրի չկտրվի կարտոֆիլը։ Կարտոֆիլը կարող եք պատրաստել նորից տարբեր եղանակներով, կարող եք պատրաստել ձեթի մեջ որպես տապակա եւ կարող եք օգտագործել ջեռոցում առանց ձեթ ուղղակի որպես ջեռոցի կարտոֆիլ։ Բայց մեզ անհրաժեշտ է անպայման նորից մարինացնել նախորոք կարտոֆիլները։ Մարինացման համար մեզ հարկավոր է աղ, կարմիր պղպեղ, թույթապտղի ձեթ, եւ նորից Նավարիկ ընկերության օրեգանոն։ Այսպես միացնենք մեր թավայի տակ, որպեսզի ձեթը տաքանա։ Եվ մենք արդեն անցնենք մեր սոուսի պատրաստմանը։ Սոուսի պատրաստման համար մեզ հարկավոր է, ինչպես ասացի արդեն, կեչուպ, կարագ եւ Worcester սոուս։ Վերցնենք մեր գործընկեր Մարիսովկա ընկերության անարատ կարագը։ Մոտավորապես պատրաստելու ենք 500 գրամ կեչուպով, դրա համար մեզ անհրաժեշտ է մոտավորապես 100-ից 150 գրամ կարագ, այսպես հալացնել։ Պետք է ամբողջովին կարագը հալացնենք։ Բաֆլո սոուսը ինքը փոքր-ինչ կտրություն ունի։ Իհարկե տան պայմաններում կարող եք պատրաստել ոչ կծու, ոնց կցանկանաք։ Ես այսօր կպատրաստեմ փոքր-ինչ կծու, թևիկներին հավելյալ կծվություն հաղորդենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր չեն սիրում կեչուպի կամ տոմատի հիմքի վրա պատրաստված սոուսներ, կարող եք տանը պատրաստել տարբեր եղանակներով, ոնց որ ցանկանաք, կարող եք պատրաստել սերուցքային ինչ-որ սոուսով, կարող եք ուղղակի առանց սոուս տապակել թևիկները եւ վայելել հենց թևիկների համար։ Տարբերակները շատ են, անկեղծ ասած։ Կարագի հալելուց հետո անմիջապես կեչուպը այսպես ավելացնում ենք կարագի վրա։ Եվ սկսում ենք այսպես զգուշորեն պտտել, որպեսզի կարագը եւ կեչուպը հավասար խառնվեն իրար։ Կարագը կեչուպի մեջից դուրս է բերելու քացախային եւ ավելնորդ թթված եւ կծու կամ քաղցր նա ինչ կեչուպ եք օգտագործում, այդ բոլոր ավելորդ համերը հեռացնում է
ավելի փափուկ է սարքում եւ ավելի համեղ։ Դրա համար փոքր ավելի ցածր կրակի վրա պետք է հավասարաչափ այսպես խառնելով սարքել միասեռ զանգված։ Արդեն դրանից հետո անցնել մնացած համային հավելումներին։ Այս դեպքում մեզ մոտ Worcester սոուսն է։ Սև պղպեղ, կարմիր պղպեղ ենք օգտագործելու, կծու ինչպես շեշտեցի արդեն։ Եվ մինչ մեր սոուսը պատրաստվի, մենք կարող ենք կարտոֆիլները տեղափոխել արդեն բեթի մեջ։ Կարող ենք ավելացնել արդեն օրոնիկ ընկերության կծու կարմիր պղպեղը։ Հող։ Սև պղպեղ։ Անընդհատ պետք է այսպես թալով նրան խառնել, որպեսզի ճիշտ սոուս ստանանք։ Իսկ ամենավերջնական փուլում արդեն կավելացնենք մեր Worcester սոուսը, մոտավորապես 20 գրամի չափով, քացախը նույնպես օգտագործելու եք նույն քանակությամբ։ Ցանկալի օգտագործել կարմիր քացախ խաղողի հիմքի վրա ու քիչ թթվայնությամբ։ Ավելացնենք մի քանի կաթիլ սպիտակ գինի։ Տեսեք, ինչպիսի միասեռ է սենց գեղեցիկ սոուս ստացանք։ Այսպես գտալով կից արեք, եթե տեսնեք հավասարաչափ սոուսը կիսվում է, ոնց որ գտալով հիմա այսպես տեսնում եք երևի, այդ դեպքում արդեն մեր սոուսը պատրաստ է, նշանակում է, որ կարագ եւ կեչուպը կամ տոմատը առնվել են եւ ստացել ենք մեր ուզած համաչափ սոուս։ Կարող ենք անջատել, քանի որ անջատելուց հետո եւս 1-2 րոպե ինքի ջերմությամբ եփելու է, այդ ընթացքում նորից խառնում ենք, որպեսզի հանգած տավայի տակ չկպնի։ Այս իհարկե չենք մոռանում մեր կարտոֆիլների մասին։ Այդ ընթացքում մենք մեր բաֆլո մոցարելաները ազատենք ջրից, որպեսզի վերջնական մատուցման ընթացքում արդեն օգտագործենք եւ ժամանակ չկորցնենք։ Մեր կարտոֆիլները արդեն պատրաստ են, կարող ենք անել այսպես։ Իսկ ձեթի մեջ նույն եղափոխենք մեր լավի թևիկներն արդեն։ Այստեղ արդեն ձեռքի օգնությամբ, որպեսզի ազատենք հարինացման այն բաղադրիչներից, որով ես ի սկզբանե ասել էի, այսինքն սոխը, սխտորը, դրանք հարկավոր չի ձեթի մեջ տապակել, որովհետև հավի թևիկներից բավականին ավելի շուտ են տապակվելու եւ սկսելու են վառվել եւ վատ համ հաղորդել մեր
թևիկներին, դրա համար ձեռքի օգնությամբ այսպես բնավորինս հեռացնում ենք ու տեղափոխում ձեթի մեջ։ Ձեթը հասցնում ենք մոտավորապես 200-220 աստիճան, բավականին բարձր ջերմաստիճանի, այնուհետև նոր մեր հավի թևիկները տեղափոխում ենք ձեթի մեջ։ Այդ բարձր ջերմաստիճանի ընթացքում մոտավորապես 7-8 րոպե պետք է տապակել, որպեսզի ստանանք մեր ուզած հավի թևիկները։ Թևիկները նույնպես արդեն պատրաստ են։ Եվ մեզ այստեղ արդեն անհրաժեշտ է մեր հավի թևիկները տեղափոխել սոուսի մեջ։ Եվ այսպես սոուսի մեջ թաթախում ենք մեր թևիկները, որպեսզի ամբողջովին այսպես ներծծվեն սոուսի մեջ։ Կարող ենք անջատել սոուսի տակ և հասնենք արդեն մատուցմանը։ Այսպես օպսի մի մասում տեղադրենք թևիկները։ Մյուս մասում տեղադրում ենք այսպես անկյունում մեր կարտոֆիլները։ Իսկ մեջտեղում այսպես գտալով լցնենք թարմ վիճակում մեր ֆրեշ մոցարելաները։ Իսկ ամենավերջում մենք ուղղակի ձևավորման համար օգտագործենք բուլղարական սոխի այսպես կտրվածք և ուղղակի հենց թևիկի վրա այսպես տեղափոխենք, իսկ մեր պանիրները կհամեղացնենք թիթախցրի ձեթով Մի փոքրինչ կարմիր պղպեղով։ Եվ վերջ, պատրաստ են մեր թևիկները։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, պատրաստ է մեր այսօրվա ուտեստը։ Հիշեցնեմ, պատրաստեցինք հավի թևիկներ, մատուցել ենք մեր գործընկեր Բարիսովկա ընկերության Fresh Buffalo մոցարելաներով եւ տապակած կարտոֆիլով։ Պատրաստել ենք Buffalo սոուս, որի մեջ օգտագործել ենք կետչուպ, օգտագործել ենք Worcester սոուս, որը որ կարող եք փոխարինել քացախով, եւ օգտագործել ենք իհարկե հավի թևիկներ։ Իդեպ շնորհակալություն հայտնենք մեր մյուս գործընկերներին, Nailand ընկերությանը իր համեղ պահպանքների տեսականիով եւ Marronic ընկերությանը իր լայն տեսականիով, նպարեղենի եւ համեմունքների տեսականիով։ Դե ինչ կհանդիպենք եւ փորձենք միասին բացահայտել նոր համի գաղտնիք։